Եթե տղա ես լույս աշխարհ եկել, ուրեմն արու ես։ Մեր պապերի արյունը երակներումդ որց, ասել է թե զինվորացու, ազգից զինվորը։ Ես եմ քեզ լույս աշխարհ բերել, իմ Վարդանն ես, հայոց Վարդանը։ Եվորոցքիդ նանիկը, որ երգել եմ, ուրիշ ազգերի նանիկի նման չէր։ Նրանց ճակատագիրը մերը չէ և երգս էլ քուն բերելու համար չէր որդիս։ Զարդիր լաո եմ երգել սնարիդ, ու հպարտ եմ ապրածդ մշտարթուն կյանքի համար, հպարտ եմ զինվոր ծնելուս համար։ Հիշում ես, ասում էիր, մայրիկ լավ է 25 տարի ապրել տղամարդու պես, քան տասնյակ տարիներ գոյությունդ քարշ տալ։ Այդպես էլ ապրեցիր իմ Վարդան տղան։ 3 տասնամյակը չբոլորած հավերժացար։ Ես քո հավերժության համարել եմ հպարտ։ Քանզի ժամանակի պատահական անցորդներն անհետ ու անհայտ են լինելու։ Դու քո ընկերներով հավերժ ես, ազգինն ես, պատմությանը, և ես եմ քեզ լույս աշխարհ բերել։ Միայնակ մեծացրի, բայց թիկունքիդ եմ եղել ու պինդ մնացիր զինվորս, իմ նրբանկատ որդի։ 1 տարեկան էիր, երբ Հովհաննես Շիրազը գրադարանում տեղի ունեցող միջոցառման այցի գալով Լենինի կիսանդրին տեսնելով որոտաց, թե շանն էլի տեսա ու խռոված ետ էր գնում։ Քեզ գրկիս ընկեր Շիրազ գոռալով ետևից վազ տվեցի։ Երբ մոտեցանք, թաթիկներդ պարզեցիր ու վարպետի օձիքից ամուր բռնեցիր։ Շիրազը մեղմացավ։ Ինչ է մանչուկի անունը։ Վարդան կմկմացի ես։ Իսկույն գիրկն առավ։ Վարդան զորավարը պիտի դառնաս, բա աչքերին նայեք։ Մարգարեացավ մեծ բանաստեղծը իմ զորավար որդի։ 4-րդ դասարան էիր, ուսուցչուհիդ կանչեց, թե տիկին Զարիկ, հարցրեցի, Վարդան արդյոք ճիշտ է վարվել Ռաֆուսանվելը։ Այդպես է պետք, երբ ազգի շահերն են պահանջում։ Այսպիսին է եղել պատասխանդ։ Իսկ 10-րդ դասարանում ազատ թեմայով շարադրությանդ մեջ նկարագրել էիր հիվանդ մորը, որ որդուն Աֆղանստան է ճանապարհում։ Ազգը համեմատել էիր կաղնու ծառի հետ, վիրավոր, բայց կանգուն կաղնու։ Վիրավոր մայրը ես էի, քանզի այդ օրերին վիրահատության սեղանին էի պառկած ու Աֆղանստան գնացող զինվորացուս էլ դու։ Ժամանակներն էին այդպիսին, սրտի դողով ու հպարտությամբ ճանապարհեցի քեզ։ Ամուր էի կանգնած, քանի որ քեզ հետ միշտ վարվել եմ հոր խստությամբ և մոր հոգատարությամբ։ Քնքուշ բառերից վախենում էի։ Ինչ լուրեր ասես չլսեցի Աֆղանստանից։ Իմ հոգատար որդին, որ եկեղեցու բակից վիրավոր աղավնուն տուն էր բերել ու բուժում էր, սխրանքներ է գործում։ Իր ընկերոջը նեղության պահին ձեռք մեկնող Վարդանս դուշման մականունն է կրում։ Խոսքիդ տերն էիր, տղաս։ Երբ ծառայության համար տաքուկ տեղ էին առաջարկում, բողոքեցիր, թե մամ ամաչում եմ մերոնց փոխարեն, գերադասում եմ բանակում հնոցապան աշխատել, հաց կտրող կամ շինարար, ախր զինվոր չունենք։ Իմ քաջ զինվորս։ Հիշում ես նամակիս տողերը։ Ասացի, Վարդան, եթե դու կարծում ես ես ուրիշ մայրերից ուժեղ եմ կամ թույլ, սխալվում ես։ Դու Աֆղանստանում ես։ Ես քեզ Աստծուն եմ հանձնում։ Բոլորի նման ծառայիր, բոլորից լավ ու տղամարդու պես տուն վերադարձիր։ Աշխարհի ամենահպարտ մայրը քեզ է սպասում։ Շքանշաններով վերադարձար որդիս։ Հյուծված էիր, մտար լվացվելու, տեսա վիրավոր ես։ Շանթը արվածի պես կանգ առա։ Կարծես չնկատեցիր էլ, ասացիր, մայրիկ, որ հանկարծ կոպիտ լինեմ, ինձ ներեք, 2 տարի սարերում եմ եղել։ Հոգիդ չէր խաղաղվում, սակայն։
Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քննությունների ժամանակ շարադրությանը թեման էր իմ սիրած կինոնկարը։ Խոսում էիր Ձորի Միրո ֆիլմի մասին։ Իլրումն դրբախտ Միրոյի ճակատագրի վերջաբանդ փառավոր էր։ Միրոն ուժ է գտնում այդ դժողքից դուրս գալու համար։ Դժողքը դժողք, բայց մարդկությունն իրենն է պահանջում։ Նա նոր ընտանիք է կազմում, վառում է իր պապական օջախը, ծուխ է ելնում երթիկից։ Ուրեմն ապրում է հայը, ծնում ու մանկանը հայ դարձնում։ Դրանով է անմահ մեր ազգը։ Նա ինչպես փյունիկ վեր է հառնում մոխիրներից, բազմապատկվում, ուժեղանում։ Կինոնկարը վերջանում է նրանով, որ նոր աղետ է կախվել աշխարհի գլխին։ Եվ Միրոն իր որդուն կռիվ է ուղարկում։ Նա հպարտությամբ է որդուն ճանապարհում, պահել, մեծացրել է հենց դրա հայրենիքի համար։ Ճիշտ է իր որդիս, քեզ ու հազարավոր ընկերներիդ մենք հենց հայրենիքի համար էինք մեծացրել։ Վկա 88-յան շարժումը, ձեր անուրանալի հաղթանակները։ Բայց մոր սիրտն ուրիշ է, ոտքերդ գրկելու բաց չէի թողնում։ Աֆղանստանից հետո դեռ խելքի չէի եկել։ Ականջներումս դեռ զրնգում է քո սաստող պատասխանը։ Մայր, քո մահն անգամ ինձ ետ չի պահի, ես այնքան մահ եմ տեսել, քեզանից թանկն էլ կա, դա իմ ազգն է։ Երբ պատմում եմ, հաճախ են հարցնում. չվիրավորվեցիր։ Չէ, հպարտությունից շունչս բռնվեց։ Քեզ օղակող ձեռքերս ետ գնացին, հիշում ես։ Եթե հակառակն ասեիր, այն ժամ կվիրավորվեի։ Հայրենիքն այո, ավելի թանկ է։ Ու ես հասկացա, որ ես միայն քո մայրը չեմ։ Ես մայրն եմ Բեկորի, Սամվելի, Արսենի, Պետոյի և էլի հազարավոր քո ընկերների, իմ դուշման բալա։ Իմ հերոս որդիների անունները այդպես էլ մականուն մնացին, ու մասնակցեցիք Արցախի բոլոր տարածքների ազատագրմանը։ Դեռ 88-ներ։ Երդվեցիր, որ պիտի Շուշին գրավեք ու Լաչինով տուն գաք։ Թերահավատները ձեզ խելագարի տեղ դրեցին, իմ խենթ ու խելառ զավակներ։ Եթե իմանաք որքան հպարտ եմ, իմ հավերժացած Վարդաններ։ Հպարտ եմ, քանզի ձեր գործը շարունակվում է։ Ձեր շիրիմներն այլևս ուխտատեղի են։ Եվ երիցս ճիշտ է իր Վարդանս։ Երբ մի անգամ ասացի, գոնե ամուսնացիր, երեխա ունեցիր, թևիցս բռնեցիր, տարար պատուհանի մոտ, բակում խաղացող երեխաներին մատնացույց անելով ասացիր. մամ ջան, նայի, այս երեխաները մերն են, բոլորը, ուրիշի երեխա չկա։ Ասում են, ինչպես ես քեզ զգում, երբ շատերը կենդանի են, քո տղան չկա։ Զարմանում եմ, ինչու է աշխարհը երբեմն մարդուկներ ծնում։ Ախր ես հպարտ եմ քո առյուծ ընկերներով, նրանք դու ես, դու էլ նրանք։ Օրեր առաջ ընկերդ էր եկել, Արկադիկը, մեր կամանդոսը։ Քարտեզի առաջ կանգ առավ, աչքերը լցրեց, թե Զարիկ մայրիկ, այնքան էինք բացել ու փակել այս քարտեզը, քրքրվել էր։ Ու ցույց էր տալիս, թե որ հարցակումը որտեղից էի կազմակերպել, ուղղություններն ինչպիսին էին։ Ասում էր, գրողների մեծ մասը Վարդանը պլանավորում էր ու հանձնում ինձ, քեզ էր մեծարում։ Հիշում ես, դու էլ գալիս ու հակառակն էիր ինձ պատմում, մեծացնում, հզորացնում քո ընկերոջը, իմ Արկադիկ որդուն։ Հերթական անգամ երբ ճակատ էիր մեկնում, ասացի, Վարդան, բան չեմ ուզում, 7 որդի ունենաս, բոլորը զինվոր դառնան, սար ու ձոր ընկնեն, չիմանաս որի հետևից գնաս, որի տառապանքը հասկանաս, թե վախ մամ ջան, ցավը տանեմ, ինչ խելոք բան ասացիր, ախ այդ 7 տղան մի ջոկատ է, ապրես։ Ջոկատներով էիր տուն գալիս, որդիս։ Թաքուն մոտենում, մամ, հաց ու կարտոֆիլ ունենք, չէ։ Մեղավոր էիր հարցնում,
Չէ որ հաց ու կարտոֆիլ չէիր աշխատում ինձ համար։ Բայց ես ձեր մայրը կանխազգում էի ու քարից հաց էի քամում։ Երազանքդ իրականացրիր Շուշիի գրավմամբ ու առաջին գործդ, որ եղել է, հաղթանակի խմիչքը ձեռքից Շուշվա հայոց գերեզմանատուն ես վազ տվել, մամրոտած տապանակարերին գինի շաղել որոտնդոզ ձայնելով։ Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք։ Հոստացել էիր, որ Շուշին ազատագրեք էլ չես գնա։ Բայց նայեցիր աչքերիս, թե մամ գործը կիսատ չեն թողնի ու կիսատ չթողեցիր։ Ասացիր Ղարաբաղ կորցնելով մենք Հայաստան ենք կորցնում։ Այդպես էլ բաժանվեցինք ու այլևս հավերժացար։ Սակայն ձեր հավերժությամբ դուք ավելին արեցիք, զավակներս, այդ ես եմ ասում, հայոց մայրը, բոլոր մայրերի անունից եմ ասում, դուք մեր հպարտությունն եք, ձեր երեխաների ու թոռների հպարտությունն էլ եք լինելու, քանզի դուք վեր եք ամենաճղճիմ, մեծ ու փոքր շահարկումներից, տարաբնույթ կուսակցություններից, դուք ազգի զինվորներն եք, դուք տարածքներ չեք բաժանել ու չէիք բաժանի, դուք տարածքների հետ բերողներ եք, ու հիմի էլ ձեր հավերժությամբ եք թշնամու դեմ կռիվ տալիս, իմ Վարդաններ, Արսեններ, Դավիթներ, Կորյուններ, Աշոտներ, Սամվելներ, Կամոներ ու Արթուրներ, դուք վեր եք բոլորից, այդ ես եմ ասում, հայոց մայրը։